Երբ իշխանությունը կորցնում է չափն ու սահմանը ու ձեռքը բարձրացնում է դարերով կանգուն մնացած սրբության դեմ, դա այլևս քաղաքական խոսք չէ, դա խղճի դեմ պատերազմ է։ Այն հարվածը, որը հասցնում եք այսօր, վնասում է ոչ միայն ձեզ, այլ այն սուրբ հիմքին, որ հողն ու ժողովուրդն է պահել հազարավոր տարիներ։ Եկեղեցին ազգի տունն է, բայց ցավն այն է, որ այդ տան մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր խաչը փոխեցին հարմար լռության հետ, ովքեր հավատքը դրեցին իշխանության շահի սեղանին ու ժողովրդի ցավը փոխանակ պաշտպանելու ընտրեցին դառնալ իշխանության կողմնակիցը։ Նրանք հագել են քահանայի հանդերձը, բայց խոսում են ոչ խղճի, այլ շահի լեզվով, եւ պատմությունը միշտ խիստ է եղել իրենց հոգին վաճառողների հանդեպ։ Նրանց փորձերը մոռացության մատնել սրբությունը կդառնան միայն հերթական խայտառակությունը պատմության մեջ։ Եկեղեցին նրանցով չի սահմանափակվում։ Նրա զորությունը նրանում է, որ հավատքը չի վաճառվում, աղոթքը չի դադարում, հայրենիքի հանդեպ սերն է անսասան, այդ ուժը չի ծնկում, չի անհետանում, ոչ մի դավաճան ձայն չի կարող այն ճնշել։ Երբ թուրքը կտրում էր, երբ մեր անունը ջնջում էին քարից ու հողից, նա մեր թշնամին էր, եւ այսօր էլ նա նույնն է մնացել։ Հիշում ենք, գիտակցում ենք, որ անցյալի արյունը պահանջում է պատասխանատվություն։ Մեր պատասխանը պետք է լինի ուժեղ, խելացի, արդար ու արժանապատիվ, որպեսզի սերունդները կարողանան աճել կայուն, ազատ ու հպարտ։ Այս հողը սուրբ է նահատակների հիշողությամբ, եւ այդ հիշողությունը պահանջում է կանգուն լինել, կանգնել քաջ ու վճռական, հավատքով ու խղճով։ Ոչ ոք չպետք է վախեցնի մեզ, ոչ մի դավաճանություն չի կարող այն ջնջել, ոչ մի հարված չի կարող շեղել մեր ճշմարտությունից։ Եկեղեցին ձեր թշնամին չէ, այն ձեր խիղճն է։ Իսկ ով խղճից է փախչում, մնալու է մենակ իր դատեր խոսքերի ու սխալների հետ։